Մենք այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ Զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, նրան մենք բան ունենք փոխանցելու։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն, 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 Ազատություն Հայաստանին։ ազատություն, 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 Ժողովուրդ ջան, մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետություն ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում։ Հայաստանի Հանրապետության բանտերը լեփլեցուն են քաղաքական բանտարկյալներով։ Շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում եւ վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց, փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից։ Հայաստանում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ։ Սա մենք վստահեցնում ենք։ Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիները ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված է լինելու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, որտեղ մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքը արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել հայ առաքելական եկեղեցին եւ մեր հոգեվոր հայրերի պատիվն ու արժանապատվությունը։ Ուզում եմ մեկ անգամ եւս ֆիքսենք, որ փոքրիկ խմբակին եւ Հայաստանի Հանրապետության վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է ընդամենը 86 օր։